կակավիկ ռադիոն է։ Ձեզ այդ նորից կակավիկներն են։ Մենք պատմել ենք այսօր ձեզ ստի սխալի մասին։ Ինչպես մտածեցինք այդ թեման։ Քանի որ ապրիլի 1-ը մենք փոքրիկ ստեր ենք ասի։ Մենք կատակում ենք իրար փոքրիկ ստեր ասել։ Ասելով, ինչ է սուտը։ Սուտը հենց նույն խաբելն է։ Սուտը ճշտի սխալն է, որ մարդը խաբում է եւ ճիշտը չի ասում։ Սուտը առաջացնում է թեթև ծիծաղ եւ որ պրոֆեսիոնալ ստողները աշխատում են այն մարդուն, ում որ ուզում են ստել, փորձում են հնարավորինս չնայել նրանց աչքերի մեջ, որպեսզի չծիծաղեն։ Օրինակ, որ մի հատ աղջիկ խաբել էր ընկեր փոքրիկ քուրիկը ասել էր, թե ինչ ես նվեր բերելը, ասել էր քեզ բերելու է կուկու, հետո որ այդ աղջիկը մոռացավ բերել, իր աչքերն նայեց եւ լաց եղավ։ Փոքր ժամանակ 1990 թվականներին այդ ժամանակ ասում են փոքր երեխաներին եղունգները մի կրծիր եւ մի կրծիր ինչքան երկարաճի այդքան լիքը նվեր կստանաս։ Դա սուտ էր, բայց օգնում էր։ Առանց դի մարդ չի կարող ապրել։ Եթե դու ստում ես մի անգամ, դու էլի սկսում ես շատ ստել։ Եթվում եմ նախադասությունը շատ է օգտագործում սուտը արդարացնելու համար, ինքնաարդարացման համար։ Մարդը օրական կարող է ասել 1-ից 2 սուտ։ Սուտը կարող է առաջացնել այտերի վրա թեթև կարմրություն եւ ծիծաղ։ Եկեք հիշենք մեր ասած ստերը։ Մի անգամ ապրիլի 1-ին ես զանգել էի հայրիկիս եւ ասել եմ, որ մայրիկը ուշագնաց է եղել։ Իմ հայրիկը ասել է 200,000 դուր մարտիկ բանա պետք անեմ, հետո կտամ, տվեցի եւ վիտարիա չի տվել։ Մի անգամ ես իմ մայրիկը գնացել ենք տորթի խանութ ու ես իմ մայրիկին տվեցի 1000 դրամ, հետո ասեցի ես քեզ հետո այդ 1000 կտամ, 2 տարի չի տվել։ Բայց ես չեմ հիշում, որ ես սուտ բան արած լինեմ։ Ամեն անգամ, որ առավոտյան գնում եմ ատամներս լվալու, գնում եմ ջուրը բացում եմ, այնքան որ ձենը գա, որ մայրիկս մտածի ատամներս լվանում եմ, հետո փակում եմ, մայրիկս մտածում է, որ ատամներս լվացել եմ, որովհետև ջրի ձայնը ինքը լսում էր։ Հենց ես առավոտը չեմ հելնում, պապաս ասում է, բանը հիմա արդեն գնալու ժամն է, բայց բանը ես գիտեմ, որ գնալու ժամը չի։ Ես մի անգամ ասել էին, ստել էին եղբորը, որ ես կարող եմ սալտո տամ ջրի մեջ, բայց ինքը ասեց դե արի ցույց տուր, ես հենց ցույց տվեցի, մեջքը դաղվեց։ Ես մի օր իմ հայրիկից ուզում եմ ինդար, ասեց ես քեզ կառնեմ ու չառավ, ասեց 2 տարի անցավ առավ։ Մի անգամ ես ու քուրիկս սարքել էին մեզ բան, որ մեր տունը գող կար, պապան ասեց շուտը դրանց մի ձև լարի, հետո մի օր ես պարկել էի հատակին եւ ուժեղ գոռացի, մայրիկը մտածեց, որ ես ընկել եմ ու միտեղ վնասել։ Մի անգամ ես որ գիշերը քնել էի, ես դրա մոտը շոր էր, բան էր կախած, ես գիտեի դա մեկը գող էր կամ չգիտեմ ինչ էր, ես վախեցա եւ այդ առավոտը հետո տեսա, որ դա իմ շորն էր։ Մի անգամ, որ մայրիկս գործուղման էր, ինձ տարել էր տատիկիս տուն, ասում էր հեսա մի քանի րոպե քո հետ կմնամ, ու որ արդեն պետքա գնար, բայց չէր ասում, ասում էր հեսա գնամ զուգարան գամ, ասի գնա,
ինքն էլ գնաց մինչև առավոտ չեկավ ու գնաց գործողման։ Ես եւ իմ դվայորնի քուրիկը գնացել էինք դուրս որ խաղալու եւ նա ասեց գնամ տուն հեսա կգա եւ կավիճ էր բերել ես նա միտքցել էի ավտոյի տակ եւ այդ ավտոն օրերով չէր գնում եւ ասեց ինձ կավիճ ուրա ես հլա մեկի վրա գցեցի խափեցի Հենց ես ու իմ մայրիկը գնում ենք միտեղ աղբերս էլ ա ուզում գա բայց մամա չի թողում որովհետեւ ընդ մենակ բանը մեծերին կարելի բայց որ ինքը ուզում է մայրիկս խափում ասում է մենք գնում ենք մազերը կտրենք Դե մենք այսքան ենք մտածում ստի մասին Իհարկե զտելը լավ բան չէ Եթե դա կատակի համար մարդը սուտ ասում դա ոչինչ Հաջողություն